Եվ կանանց համար, եւ տղամարդկանց համար իրականում քաղաքականությունը բարդ է, հեշտ չէ, հատկապես հիմա, երբ որ մենք տեսնում ենք, թե ատելության մթնոլորտը ինչքան է խորացել։ Մենք մի հայրենիք ունենք։ Բոլորս կարող է տարբեր տեսակետներ ունենանք, բայց մենք մի հայրենիք ունենք եւ բոլորիս խնդիրը պետք է լինի այդ հայրենիքի զարգացումը, շենացումը պիտի լինի։ Բայց ցավոք սրտի մենք հատկապես այսօր տեսնում ենք, թե ինչպիսի մթնոլորտ է տիրում քաղաքական դաշտում։ Այս իմաստով իհարկե բարդ է, կանանց համար առավել եւս, տղամարդկանց համար եւս, որովհետեւ այդ պայքարում, որտեղ որ չկան կարմիր գծեր, որտեղ որ արժե համակարգ ընդհանրապես չկա, որտեղ գաղափարական կռիվ չկա, մենք տեսնում ենք ավելի շատ վիրավորանքի համատեքստում քննարկում, հատկապես անձնական վիրավորանքի, բայց վստահ եմ, որ հենց այս ժամանակահատվածում պետք է ուժ գտնես, որպեսզի բերես փոփոխություններ։ Մարդիկ, ովքեր որ մեծ պատասխանատվություն են վերցնում գնալով քաղաքականություն, նորից եմ ասում կին, թե տղամարդ, մեծ հարված են իրականում վերցնում իրենց ուսերին այս խարանի միջով անցնելու համար, բայց նաև մեր նպատակն է բերել փոփոխություններ, որովհետև այս ատելության մթնոլորտը մեր երկիրը ոչ մի լավ տեղ չի տանելու, որովհետև մենք պիտի քաղաքականությունը դարձնենք հավասարակշռված միջավայր, մենք քաղաքականությունը պիտի դարձնենք գաղափարական քննարկումների միջավայր, որովհետև մեր քաղաքացու կյանքը մենք պարտավոր ենք մեր արդյունավետ աշխատանքով փոխել, ոչ թե մենք տեսարաններ ստեղծենք, քննարկումներ անենք, վիրավորանքի համատեքստում փորձենք առաջին պլան գալ, ով ավելի բարձր գոռաց, ով ավելի խորը վիրավորեց, այլ մենք մեր գործունեությամբ պետք է իրապես նպաստենք, որպեսզի մեր երկիրը այս ճգնաժամային իրավիճակից հանենք, որովհետև պատերազմից հետո, Արցախի կորուստից հետո, տասնյակ հազարավոր ճակատագրերի այս խեղման ճանապարհը անցնելուց հետո մենք ուղղակի պարտավոր ենք սթափվել եւ միասնական ճանապարհով, միասնական ճակատով փորձենք մեր երկիրը դուրս բերել այս ճգնաժամային իրավիճակից։ Իսկ այստեղ քաղաքականությունը մեծ դեր ունի եւ նախ մենք քաղաքական մթնոլորտը պետք է բարեփոխենք, ավելի լավը դարձնենք, որպեսզի այդ մթնոլորտում մենք նաեւ մեր քաղաքացիների կյանքը կարողանանք փոխել։